Բարև ձեզ ժողովուրդ, երեկվա այդ վիճակը ստխուր, այն բաժակները, որ տեսել է Երևան City-ում, սիրում եմ Տուրցիան, այսօր առավոտյան, դե ասում եմ շուտ մանց քաղաքականություն չեմ ուզում նայեմ, ինչ գալիս է մոտս, նայում, այսօր հին վպուսկներից նայեցի, Arm Comedy-ի հին վպուսկներից նայեցի, ահագին ուրախացա, ուրեմն հին վպուսկ էր, ապրիլի 7-ի մոտակայքի վպուսկ էր, որտեղ ասում էին այնտեղ, որ կանանցի միամսյակը ավարտվում է։ Պարզվեց, որ Փաշինյանը սովորում է կառավարման ակադեմիայում։ Դե կիններ գիտայում էր սովորում։ Այո, հասկանում եք, այդ մարդիկ ջայլ ժամանակ, ազատ ժամանակ չունեին։ Երբ ամուսնացան, ունեցան 4 երեխա, ունեցան պաշտոններ, կարևոր պաշտոններ, երկրի ղեկավար պաշտոններ, լավ կառավարեցին, երկիրը վարի տվեցին, հետո որոշեցին գնալ եւ կրթվել։ Մեկ արտիքլի, մեկը մեր մոտ գնում էր ակադեմիա, այնտեղ ակադեմիան, չգիտեմ, նախագահա թե տնօրենը, իրան դիմավորում է, հետո գալիս են հաջող ասում, որ հանգացեք, ոչ մի ավելորդ բան չլինի, ամեն ինչ նորմալ լինի, ու ես հիմա մտածում եմ, ասում եմ, երբ բացակայում է, գալիս է ասում եմ, կառավարությունը մինչդեռ չկարողացա դասի գալ, ազգային ժողովում հարց ու պատասխանի օրեր այսօր չկարողացա գալ, Պուտինի մոտ գնացի չկարողացա գալ, Լուկաշենկան նենց էր ինձ վիրավորեց 2 օր ուշքի չէի գալի, դրա համար չկարողացա գալ։ Ամուսնանում են 4 երեխա ունենում, երկրի վարի են տալ, հետո գնում են կառավարում են սովորում, բա։ Լավ։ Եվ տեսա հրաձգությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Փաշինյանի իրար համբալ ասել։ Ոնց է ստացվում ինտելեկտով մարդը եւ ոչ ինտելեկտով մարդը։ Նույն համբալ ինքը ասեց Փաշինյանին, բայց շատ կիրճ ձևով։ Փաշինյանը իր ձևով էլի գժական բացած, խոսած։ Ժողովուրդ ջան, նեղվում ես, հասկանում ես, երբ տեսնում ես քո երկրի մեջ ամեն ինչ չի որ նորմալ է։ Ինչ վիճակում է ուզում երկիր լինի, եթե զգում ես լուրջ մարդ է, քո երկրի ղեկավար, ասում ես, թե իր գործն է ինքը կանի։ Ինձ խելացի է, ինձ տեղեկացված է, իր գործն է կանի, բայց տեսնում ես երկրի ղեկավարը աննորմալություն է անում։ Ասում ես, ասա ինչ ինչ կանի։ Այս վիճակում մենք ինչ է լինելու մեր վերջը։ Մտքով ինչ կանցնի։ Չես հանգիստ քո գործույն անցնում, ասում ես, իր գործն կանի։ Չես ինչ անելու։ Այսօր ես մտածում եմ, ասում եմ, Սամվել Կարապետյանին, էլի։ Ոնց են տնային կալանք տվել, եթե ինքը կանդիդատ դեպուտատ է։ Մտածում էի, հարցնում էի, ասում դատավորը ինչ վճիրա կարդացել էլի։ Ասենք վճիրը կարդում պետք է ասի համաձայն այս հոդվածի եւ հոդվածը պետք է կարդա։ Վճիրը կարդալուց։ Մարդը կանդիդատ դեպուտատ է, որ հոդվածով է։ Խում չի ասելու սուրճի գավաթին ամսից քամին սուրճ խմելու սուրճի գավաթին այս տեսա այս պատկերը տեսա դրա համար ես վճիրն եմ հրապարակում պետք է հոդված ասի ասենք ինչքան Փաշինյան ասի տնային կալանքով պետք է հոդված պետք է լինի պետք է կարդա մարդը վճիր չէ լավ հա հասկացա որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի ինքը այստեղ չի բնակվել
Եվ իրեն չեն գրանցել, եթե չեն գրանցել կանդիդատ դեպուտատը, ուրեմն ինքը կանդիդատ դեպուտատը չի, պատգամավորի թեկնածու չի, ուրեմն իրեն իրանք ունեն կալանավորեն, որտեղ շատ է հարցնում ստեղ ոնց կարա, անգամ հիշում եք Վանո Սիրադեղյանը, բաներ ռոզեսկի տակ էր Ինտերպոլում, դարավ կանդիդատ в դեպուտատի ու եկավ аэропорт իջավ, գնացին դիմավորություն բերեցին, չկալանավորեցին, խաչա ինքը բաներ ռոզեսկի տակ էր երկար տարիներ, տոնը սպանության գործով։ Так, это ինչի ուզում ասեի։ Լավ, քեշամ կասեմ։ Հա, որ անդադամ, որ ասում եք էսեն Շուրջանից դոգով մի հոգնացեք, էլի շատ եմ խնդրում։ Ես գտնում եմ, որ դոգը չի կարա դառնա մեր երկրի ղեկավարը։ Գտնում եմ չի կարա, ինքը կարգին կրթություններ չունի, ինքը մի հատ Փաշինյանը, ինքը կարգին կրթություններ չունի, ինքը ավարտել է բժշկական տեխնիկումը եւ Մխիթար Գոշն է ավարտել, որը բուհի հաշիվ չի, եւ համոզված եմ ինքը ավարտել է Մխիթար Գոշը այն ժամանակ, երբ աշխատել է Գասպարյան Վովայի մոտ, ոնց որ հիմա Փաշինյանն է կառավարական ակադեմիայում սովորել, նենց ինքը Մխիթար Գոշում է սովորել չեմ ասում, որ ինքը երբ խոսում էր, շատ բաներ չգիտեր, զանգում էր միշտ Գևորգ Պետրոսյանին եւ քիչ տերմիններ, իրավաբանական տերմիններ չէր օգտագործում, ինքը կրթված մարդու հոտ չի գալի իր վրայից, կներեք, ու այդ պաշտոն ունեցող ամեն մարդ չի կարա, պետք է հղկված լինի, մեր առաջին, երկրորդ, երրորդ նախագահան, իրանք հղկված են եղել, իրանք իմացել են թուրքը ինչ է, իրանք պատերազմել են, պատերազմից հետո բանակցել են, իրանք եփված են եղել այդ արտաքին գործերի մեջ, այդ թուրքերի, այդ միջազգային ասպարեզում գործեր, այդ հենց նես չի, ամեն մարդ չի կարա լինի, պետք է իմանա ինչ կարելի է խոսալ, ինչ չի կարելի խոսալ, ինչ կարելի է ասել, շատ բան կա, նյուանսներ կան, որ տեղեկացված լինես, երկար տարիներ աշխատած լինես, որ իմաց տենց չի, էլի Սկարաբլյան աբա, տենց չի, երկիր է ի վերջո, ես ընդհանրապես չեմ տեսնում և նոր արհավի կգա, որ ինքը լինի, չգիտեմ, ես անգամ իրան երկար նստել, ինչ-որ կարդալ, սովորել չեմ պատկերացնում, էմոցիոնալ մարդ է, պետք է գժություններ անի, հիշում եք, ինչ եմ ես ասում, ինքն էր ասում, ասում էր, շախմատ չեմ սիրում, դե նստես մտածես, ես պետք է շարժվեմ, այդ չեմ տեսնում, հասկանում եք, ես ունեք կարամ 7-8 ժամ, անգամ եղել 12 ժամ, նստեմ սովորեմ, պարապեմ, ինձ համար նորմալ է, անգամ լինում է, որ հաց չեմ ուտում, ես իրան չեմ պատկերացնում, կան մարդիկ, որ չես պատկերացնում, ակտիվ են, նստել, մտածել, խորանալ, կարդալ, ես իրան չեմ պատկերացնում, ես Ռոբերտին պատկերացնում եմ, Սերժին թեկուզ ծերա, Սերժին թվում է կքնի, այդ երկար չկրակ կարդա, Ռոբերտին պատկերացնում եմ, Լևոնին եմ պատկերացնում, ես ոչ Փաշինյանին եմ պատկերացնում, թեկուզ ինքը շատ աճել, ես ամուր հիշում եմ նորեր, դարավարչապետ ու հիմա շատ աճել, շատ է հղկվել, բայց ես իրան չեմ պատկերացնում, որ երկար ժամանակ թեկուզ խմբագիր է եղել և այլն, միշտ գրել կարդացել է, բայց երկար ժամանակ չեմ պատկերացնում, որ չստացվի, նորից, չգիտեմ, ես ասեմ տեխնիկական կրթություն ունեմ, մոտ գծել, լուծել, չստացվի, նորից, ջնջել, զերոյից սկսել, մի երկու շաբաթվա գծած այդ հաշված այդ, չգիտեմ, մտածել, որ դա ես սխալ արել, ինչի չստացվեց վերջում, ես դրան սովորում պատկերացնում եմ, ես չեմ պատկերացնում, մի հատ չստացվեց, երկու հատ ստացվեց, ուսին չեմ կարողում,
իմ խելքից բանը չի։ Մենակ մարդկա չի ասում, իսկ կյանքում չեմ ասի, իմ խելքից բանը չի։ Ես գիտեմ, որ ինչ որ մեկը գիտի, ուրեմն ես էլ կարամ իմանամ։ Նորմալ, ոչ խելոքների համար գրած, ոչ դեբիլների համար գրած։ Նորմալ մարդկանց համար գրած, նորմալ մարդան չի ստացվում 3 անգամից, 5 անգամից, 7-րդ անգամից կստացվի։ Բայց ես գիտեմ մարդկանց, որ հա դա իմ խելքից բանը չի, կամ չեն ասում, հա դե ձեր ընտանիքը սովորող է, ձեզ հեշտ է։ Շուրջան հեշտ չի։ Լինում է դժվար, լինում է շատ դժվար, լինում է եւ հեշտ։ Հայերեն, ռուսերեն տառերը ձեր նման կարդում ենք, ձեր նման մի բան հասկանում եք, մի բան չեք հասկանում, մի բանի վրա երկար ենք կանգնում։ Ինչ է նշանակում ձեր ընտանիքը, ձեր նման մարդիկ, ոտով ձեռով։ Կա усидчивые, կա не усидчивые։ Հիմա я Դոգին усидчивость не представляю, не представляю։ Քոնը կտանի։ Լավ, հաջողություն ձեզ։